Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը պատրաստ լինելու մասին Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունից մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում է ՔՊ գրասենյակ։ Դրան դիմաց Փաշինյանը բախվում է լրագրողների պատին։ Պարոն Փաշինյան, Ճողոպրելն անհնար է, Փաշինյանին հարցեր շատ կան։ Ըստ էության մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման եւ մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների եւ տեղի մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ինչքան հասկացա հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ է քննարկումներ սկսել, իրենց պատկերացումներն ունեն, մենք մեր պատկերացումներն ունենք եւ ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել։ 17 կետանոց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցված վերջին երկու կետերը ըստ Փաշինյանի վերաբերում են սահմանի ամբողջ երկայնքից երրորդ երկրների ուժերի հետ քաշելուն, բայց շեշտում է, դա չի վերաբերում ԵՄ-դիտորդներին։ Հաջորդ համաձայնեցված կետը միջազգային ատյաններից բոլոր դատական հայցերը փոխադարձ վերադարձնելն է։ Մենք նաև անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ այս պահին արկա բովանդակությունը կարող է համարվել այն փող զիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել եւ ըստ էության այո, այս հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Փաշինյանի կարծիքով համաձայնեցված տեքստը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար կոմպրոմիսային տարբերակ է, ու հենց այդպիսին է լինում խաղաղության համաձայնագիրը, այլ տարբերակ չկա, ասում է Հայաստանի վարչապետը։ Բաքվի բանտում պահվող հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի վերաբերյալ համաձայնություն չկա, խոստովանում է Փաշինյանը։ Բոլոր հնարավոր տեղերում եւ բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք եւ եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Հարցին թե Հայաստանով դեպի Նախիջևան Ադրբեջանին ճանապարհ կամ միջանց տրամադրվելու է, Փաշինյանը խոսքը բերանում երկար պտտելուց հետո ասում է. Դուք խոսում եք ճանապարհների ապաշրջափակումից, պարոն Փաշինյան, ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե չեք տալու։ Այո, տալու ենք, այո։ Շատ լավ։ Էդգար Ղուշչյան, Հայլուր։